Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք և վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։ Օրվա հանրապետական մամուլի տեսությունն է Արմ ռադիոյի եթերում։ Նոր աշխատանքային շաբաթը մեկնարկեց երկրի համար նշանակալի իրադարձությունների զարգացումներով, ինչի մասին էլ գրում է այսօրվա մամուլը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հրապարակվեց ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը նվիրված հայ գրատպության 500-ամյակին, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված է. Ազգերի մեջ առաջիններից մեկը մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ գրահրատարակության գործին։ Խորհրդանշական է եւ ուրախալի, որ հոբելյանական այս տարում քաղաքամայր Երևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Այս պատիվը արժևորում է այն մեծ ձեռքբերումների, որը ունի մեր ժողովրդի գրի եւ դպրության անդաստանում, սակայն միաժամանակ պարտավորություն եւ պատասխանատվություն է խնամելու եւ զորացնելու գրքի եւ ընթերցանության հանդեպ սերն ու նախանձախնդրությունը։ Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը հրավեր է մեզ արժևորելու գիրքը, վերականգնելու սերն ու պատկառանքը գրքի հանդեպ։ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելարուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին։ Հանրապետության նախագահն ու Բելարուսի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ կա հայ-բելարուսական բարեկամական հարաբերությունները առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցություն ընդլայնելու եւ հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտություն։ Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ Հայաստանն ու Բելարուսը նաեւ ՀԱՊԿ ակտիվ անդամներ են, երկուստեք կարևորվել է միջազգային կառույցների շրջանակներում եւս փոխշահավետ գործակցությունը, հաղորդում է Պաշտոնաթերթը։ Մեկ այլ հրապարակման մեջ Հայաստանի Հանրապետությունը գրում է. Հայաստանն ու Բելարուսը ընդլայնում են համագործակցությունը։ Երկու երկրների արտգործնախարարների համատեղասուլицում Բելարուսի արտգործնախարարը ասել է. Մեջբերեմ. Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի առևտրատնտեսական կապերը ընդլայնվեն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ ավանդական արտահանման եւ ներդրման հարաբերություններից, հասնելով միասնական արտադրանքի, ասել է Սերգեյ Մարտինովը։ Հայաստան-Բելարուս համագործակցության ոլորտներում հատուկ տեղ ունի գյուղատնտեսությունը, մասնավորապես բելարուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան։ Մենք այժմ սկսում ենք գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի լիզինգի օգտագործման աշխատանքները Հայաստան ներմուծելիս։ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Պաշտոնաթերթը գրում է. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածները իր վրա զգաց նաև հայաստանյան տնտեսությունը, սակայն իրականացված քայլերը թույլ տվեցին որոշակիորեն մեղմել դրանք։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մոդեռնիզացման գործընթացը սկսել է ճգնաժամի ամենաբուռն ժամանակահատվածում 2009 թվականին եւ ավարտին կհասցվի այս տարվա վերջին։ Արդյունքում ընկերությունը պլանավորում է այս տարի ավելացնել հանքաքարի վերամշակումը տարեկան հասցնելով 2.7 միլիոն տոննայից մինչեւ 3.5 միլիոն տոննայի, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Քարոզչության երկրորդ շաբաթն է մեկնարկել։ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը տանում է նույն միայնակ քարոզարշավը, ինչ անցած խորհրդարանական ընտրություններում։ Նախագահը տանում է կշռադատված, ոչ մեկի հանդեպ ոչ մի ագրեսիվ կայծ չպարունակող, անգամ հանդուրժողականություն սերմանող քարոզարշավ, որտեղ ամեն ինչ կառուցված է խոստումները իրականացնելու համար նոր ժամանակ խնդրելու հիմքի վրա։ Ու արդեն ընտրողի տրամաբանությանն է մնում, տա այդ ժամանակը թե ոչ։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների քարոզարշավի առանձնահատկությունների մասին է գրում Ազգորաթերթը։ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում Վարդան Օսկանյանը շարունակում է ասել ուրիշ ԲՀԿ-ականների չասածը։ 2 օր առաջ Մոսկվայի տանը ընտրողների հետ հանդիպելով նա ընտրությունների լուծելիք երկու խնդիր է նշել։ Ըստ Օսկանյանի, այս ընտրություններով նախ պետք է փոխել քաղաքական իրավիճակը, վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը եւ հասնել քաղաքական հակակշիռների, ապա եւ կազմել հասարակության լայն աջակցությունը վայելող կառավարություն, որը կլուծի ժողովրդի առաջ ծառացած խնդիրները։ Օսկանյանը նաեւ ասել է, թե Բարգավաճ Հայաստանը այլընտրանք է գործող իշխանությանը, 4 տարվա ձախողած եւ անարդյունավետ քաղաքականությանը։ Ժառանգության տեսահոլովակներում եւ հանդիպումներում մի փոքր նոր կիսաշերտեր կային շաբաթվա վերջում։ Սփյուռքը Ռաֆի Հովհաննիսյանի հետ է, եւ Ռաֆի Հովհաննիսյանն էլ հանդիպումների մեջ նույնիսկ Սփյուռքի անունից 1.5 միլիարդ էր խոստանում Հայաստանին։ Բացի այդ, ժառանգության նոր երկանդամ կերպարին ընտրողը դեռ սովորում է։ Հույդայի մարզային հանդիպումները մարդաշատ են եւ այնտեղ Հույդա լիդերները շարունակում են ամբողջական իշխանափոխությունից խոսել, ցասկոտ շեշտադրումներ են հաղորդում իրենց խոսքին։ Որքան էլ ՕԵԿ-ին չծորողները քննադատում են այս կուսակցությանը ու նրա քարոզարշավը, բայց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընտրողին մեկ առ մեկ ասում է այն, ինչ նա իրականում ուզում է լսել։ Ավանդների վերադարձի շարունակություն, մեծ խանութների մենաշնորհի փոխարեն փոքր բիզնեսի զարգացում, անվճար բուժօգնություն։
Դե իսկ հայկի առաջնորդին սիրողներ կլինեն, նա մարզերում իր հանգիստ վերլուծական ձայնով շարունակում է գողապետության դեմ խոսել, որպես ամեն ինչի բալասան Հայկին ընտրել է առաջարկելով։ Անշուշտ նրա պահվածքին նրասակավ ընտրազանգվածը կարող է աճել, եթե նա շարունակի հոգեբանական հանգիստ գրողը ընտրողի հետ, ինչպես որ Տավուշի մարզում եղավ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակում կան կերպարներ, որոնք մի փութ յուղումեղրով չեն ուտվի, գրում է Ազգ օրաթերթը։ Թեման շարունակելով 168 ժամը տեղեկացնում է, որ 3 ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը անդրադառնալով նախկին արտգործնախարար ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե մայիսի 6-ի ընտրությունները ոչ միայն ազգային ժողովի, այլև կառավարության ընտրություններ են, ասել է. Վարդան Օսկանյանը հոգեվարքի մեջ է եւ նրա ելույթները այսուհետ պետք է մեկնաբանեն հոգեբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։ Մեջբերեմ. Ինձ համար տարօրինակ է, որ մարդը կարող է քննադատել կոալիցիային եւ ասել, որ այն ձևական է եւ մյուս կողմից արդեն իսկ կառավարության համար բառից բուն իմաստով կռիվ տալ։ Եթե ձևական է, ապա ինչպես է հաջորդ կառավարությանը մասնակցելու նմանատիպ ինչ որ կոալիցիայի կազմում եւ ինչու են նման խոսակցությունները բանակցություններ սկսել ընտրություններից առաջ, ասել է Սահակյանը։ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննիս Շահինյանը 3 հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Այս տեղեկությունը Շահինյանը հաստատել է, չմանրամասնելով իր քայլի պատճառը։ Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից, հայկական ժամանակի թղթակցի հարցինի պատասխան ասել է Շահինյանը, միաժամանակ երգելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը պայմանավորված է կնոջ 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի մեծամասնական առաջադրումով 4-րդ ընտրատարածքում։ Հայկական ժամանակը գրում է. Հիշեցնենք, որ Շահինյանը ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում։ Արդյոք կուսակցությունից դուրս գալու ձեր որոշման համար դա է պատճառ հանդիսացել։ Մեր թղթակցի հարցին Շահինյանը այսպես պատասխանեց. իհարկե ոչ։ Իսկ հարցին հնարավոր է այլ կուսակցության անդամագրվի, Շահինյանը ասաց, թե իր միակ կուսակցությունը հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է։ Իդեպ 3 տեղեկություն կար, որ ՀՀԿ-ից դուրս գալու այլ դիմումներ էլ կան, Շահինյանը որևէ տեղեկություն չուներ դրանց մասին։ Հայկական ժամանակ թերթի գլխավոր խմբագիր հականդամ Երևանի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի տեխնացու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի խումբ կանայք հարձակվել են նրա վրա եւ Սամվել Ալեքսանյանը մեր տեխնացուն է վանկարկումներով պահանջել դադարեցնել քարոզարշավը։ Թեմային անդրադարձել է 168 ժամը։ Ընդ որում հավաքված կանայք, որոնք պայուսակներով էին, սկսել են քաշքշել Նիկոլ Փաշինյանին, անվայել խոսքեր ասել նրա հասցեին, իսկ վերջինս ստիպված դադարեցրել է իր քարոզարշավն ու հեռացել։ Մինչադեպի ժամեր անց նույն վարչական շրջանի Սվաճան 34 շենքի մուտքում մի խումբ մարդիկ հարձակվել են հականդամներ պատգամավորության տեխնացուներ Զոյա Թադևոսյանի, Բաբկեն Գարոյանի, Գայանե Արուստամյանի, ինչպես նաև վերջին շտաբի աշխատակիցների վրա։ Բախման հետևանքով Գարոյանի քիթը կոտրել են։ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության տեխնացու Նիկոլ Փաշինյանը 3 լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հեռուստաբանավեճի է հրավիրել Սամվել Ալեքսանյանին։ Ես հիմա ասում եմ, Սամվել, արի իրար հետ կռվի չդնենք մեր նախընտրական թիմերին, արի տղամարդավարի դեմ դիմաց կանգնենք մեր ընտրողների առաջ։ Եթե դու ասելիք ունես, արի կանգնենք, ես իմ ասելիքը ասեմ, դու քո ասելիքը ասա։ Մարդիկ որոշեն, թե ով է ով եւ ով ում վիրավորեց, ով է արժանի, ով անարժան։ Պետք չի կանանց ուղարկել կանանց հետևում թաքնվել։ Թեմայի առնչությամբ ուշագրավ է առավոտի այսօրվա խմբագրականը։ Թերթը գրում է. երբ ֆրանսիացիները խորհուրդ են տալիս փնտրել կնոջը, նրանք նկատի ունեն հետևյալը. երբեմն տղամարդկանց վարքագծի շարժառիթները մշուշոտ են մնում, եւ այդ դեպքում նրանց քայլերի տրամաբանությունը կարող է վերծանվել այն կանանց միջոցով, որոնք առաջին հայացքից իրադարձությունների կիզակետում չեն, բայց փոխարենը իրենց սև կամ սպիտակ գործն են անում ետնաբեմից։ Այսպիսով, դա տիպիկ ֆեոդալական ասացվածք է, երբ հասարակական կյանքում գործում են տղամարդիկ, իսկ կանայք նրանց բզբզում են որպես օրինական կամ ոչ օրինական կողակիցներ։ Մեր լուսավոր դարում ամեն ինչ ճիշտ հակառակն է եւ մասնավորապես Հայաստանում պետք է ասել փնտրեք տղամարդուն, որովհետեւ իրադարձությունների հարթակում կանայք են, իսկ բզբզողի դերում տղամարդիկ։ Ինչ խոսք, անարդարացի կլիներ ասել, որ կանանց որպես գրոհային ջոկատ ուղարկելը միայն ընդդիմության գործելակերպն է։ Օրինակ, երբ առավոտը գրում է դպրոցի որևէ կաշառակեր եւ իդեպ ընտրակեղծարար տնօրենի մասին, հենց կանայք են գալիս խմբագրություն եւ լաչառություն անում։ Կամ մի անգամ գործարարներից մեկը, որի արտադրանքի մասին բացասապար էին արտահայտվել, առավոտ էր ուղարկել մի քանի տասնյակ իր աշխատակցուհիների, որոնք նրան այստեղ միտինգ անեն։ Այդպես էր հավանաբար տվյալ գործարարը պատկերացնում ժողովրդի ձայնը, հիմա էլ մեկ այլ գործարար իր ընդդիմադիր մրցակցի ընտրաշավին խոչընդոտելու համար դարձյալ ուղարկում է համապատասխան կանանց, այսպես ասած Կլարա Խաչիկովնաներ, բանգլադեշյան աշխարհընկալմամբ։
Միջազգային աննախադեպ գիտաժողով մանկավարժականում ապրիլի 16-ին տեղի ունեցել փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ թեմայով երկօրյա միջազգային գիտաժողով, գրում է Ազգորաթերթը։ Գիտաժողովին ներկա են եղել եւ զեկույցներով հանդես են եկել միջազգային հեղինակավոր համալսարանների ակադեմիկոսներ։ Հանդիսավոր նիստը բացել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գևորգ Բրուտյանը։ Ողջունելով ներկաներին Բրուտյանը ասել է. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի ու նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն»։ Մեջբերեմ։ Այդ գործընթացում տեղի է ունենում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի եւ նորի ծիլերի դեռևս չկանգնեցված օրգանական զուգակցում։ Դա նշանակում է նաեւ, որ հին ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանափոխվում է նորի ազդեցության տակ եւ նպաստում նորի զարգացմանը։ Դա այն է, ինչ մասնագետները անվանում են փոխակերպվող հասարակություն։ Այդ փոխակերպումը իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը եւ փուլերը։ Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին ողջունել է վարչապետ, մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար։ Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը, ասել է վարչապետը։ Մեղադրյալի մայրը ողբում է, գրում է Հայկական ժամանակը։ Գյումրիի քաղաքապետի դստեր 27-ամյա փեսացու Կարեն Եսայանի աղմկոտ սպանության գործով որպես կասկածյալ անցնող Հարություն Սարգսյանը նախորդին կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք զինամթեր կրելու հոդվածով։ Մեղադրանքի հաստատման դեպքում երիտասարդը կարող է դատապարտվել ՑՄ ազատազրկման։ Բարբերականը գրում է. Թեև ոստիկանությունը բացահայտած է համարում Կարեն Եսայանի սպանությունը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հայտարարել է, որ գործը այլևս բացահայտված է։ Մեղադրյալի մայրը Տիկին Անահիտը մեծ զրույցում պնդեց, որ որդին հանցագործության հետ որևէ առնչություն չունի, նա անմեղ է։ Նշենք, որ կարելի է փակված համարել սպանության գործը քննող քննչական խմբի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի մահվան գործը։ Լուրերը, թե քննիչի հետ տեղի ունեցած սպանությունները այդպես էլ որևէ կերպ չհաստատվեցին։ Ըստ ոստիկանության հայտարարությունների, Վրաերթի եւ Կարեն Եսայանի սպանության մեջ որևէ կապ չի բացահայտվել։ Հիշեցնենք, որ Կարեն Եսայանի սպանության օրը կեսգիշերն անց Գյումրիի ոստիկանության բաժնի առաջ Վրաերթի էր ենթարկվել ու տեղում մահացել նշված սպանության գործը քննող քննչական խմբի անդամ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը, գրում է Հայկական ժամանակը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում երեկ տեղի ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորվում է նրանց ապահովել բնակելի տարածքներով։ Հայկական ժամանակը տեղեկացնում է, որ մանկատան շրջանավարտների համար Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքում կառուցվում է հանրակացարանային տիպի մի քանի տասնյակ բնակարան, որոնցից յուրաքանչյուրում կբնակվեն մանկատան երկուական շրջանավարտներ։ Երեկ Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակին հարող տարածքում նոր ճանապարհ բացելու նպատակով սկսել է իրականացնել ծառերի տեղափոխման ծրագիր, գրում է 168 ժամը։ Կանաչապատող ընկերությունը առանց համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման արմատախիլ էր անում ծառերը, ասելով այգու հարևանության փոսերը արդեն պատրաստ են եւ իրենք տնկելու են ծառերը։ 168 ժամը գրում է. Քաղաքապետարանը ունի հատուկ տեխնիկա ծառերի տեղափոխումը ճիշտ իրականացնելու համար, բացի դրանից գոյություն ունեն հաստատված սեզոններ՝ ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ նպատակահարմար է իրականացնել ծառի տեղափոխումը։ Այստեղ բոլոր կանոնները խախտված են, եւ քաղաքապետարանը հակասում է ինքն իրեն։ Զավեշտալին այն է, որ Կիրակի քաղաքապետը կազմակերպել է շաբաթօրյակ եւ ծառատունկ, իսկ Մաշտոցի այգում ակտիվիստներին արգելեցին ծառատունկ իրականացնել, ասելով, որ նախ եւ առաջ պետք է թույլտվություն վերցնել։ Հետաքրքիր է, ծառ տնկելու համար անհրաժեշտ է թույլտվություն վերցնել, իսկ այսպես վայրենաբար ծառերը կենտրոնից վերացնելու համար թույլտվություն պետք չէ, ասել է մեր քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գրիգոր Ղազարյանը։ Երբ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե ինչու են թույլատրում հիշյալ գործողությունների կատարումը, եթե չկա համապատասխան հրաման եւ տեխնիկա, վերջինս պատասխանեց. ոչ, կա համապատասխան նախագիծ, որը արդեն գիտեք, այգին բարեկարգվում է, շատ լավ գեղեցիկ պուրակ է դառնում, բուտիկները ածանցյալ են եւ հարցին չեն վերաբերում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով պարգևատրվել է պատվո շքանշանով։ Հովսեփյանը նման պատվի է արժանացել իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար, հաղորդում է Հայաց Կորաթերթը։ Օրվա մամուլի հրապարակումների մասին այս ժամի համար այսքանը։ Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք եւ վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։